Դարձյալ քայլեր դեպի երեխայի դաստիարակություն, ճիշտ դաստիարակություն։ Միգուցե սխալ ենք, եկեք միասին դիտենք ու մեկնաբանենք։ Մեր օրերում շատ քիչ ընտանիքներում կարելի է հանդիպել նման տեսարանի, երբ հայրը երեխայի հետ գրասեղանի առջև է ու իր հմտությունները սովորեցնում է նրան։ Ասում են, արվեստագետների ընտանիքում արվեստագետներ են ծնվում, բայց ծնվելը միայն սկիզբն է, պետք է այն տանել ճիշտ ուղիով ու հասցնել առավելագույնին։ Այսօր մենք կրկին անգամ Գրիգորյանների ընտանիքում ենք։ Երեխան մեծանում է այն միջավայրում, հիմնականում կրում է այն միջավայրի ազդեցությունը, որում ինքը սկզբանից ձևավորվում է։ Հա, ասենք մեր երեխեքը փոքրուց տեսել են եւ կինս եւ ես, եւ ծնողներս միշտ էլ արվեստի ոլորտում մենք եղել ենք։ Միշտ էլ տեսնում են, միշտ էլ շահագրգռվում են, տեսնելուց գալիս են իրենք էլ են մասնակցում, լավ վատ սկսում է իրենց մոտ զարգանալ այդ գաղափարախոսություն։ Երեխան կարևոր է, որ ուսումնասիրի եւ ներառվի արվեստի ոլորտի մեջ, որովհետեւ դա հոգեբանական մի հսկայական process է։ Դա հոգեկան հանգստի մասին է խոսքը, որ ամենամեծ, թերևս մեծ ծանոթ ամենամեծ երևույթներից երկու ոլորտ են, որ երեխուն ապահովում են լիարժեք հոգեկան հանգիստ։ Առաջինը դա խաղն է, բնության գրկում հիմնականում, չզարմանաք նույնիսկ ցեխի, կավի, ավազի, ջրի պարունակությամբ խաղալու դեպքում, սա ամենաէֆեկտիվ տարբերակն է, եւ երկրորդ ամենաէֆեկտիվ տարբերակը նաեւ որ մեզ թույլ է տալիս երեխուն ներաշխարհը տեսնել ու քննադատել, ասենք տեսնել թերությունները, ժամանակին կանխել որոշակի հնարավորություններ, որ ձևավորվում են իր մոտ վատ առումով։ Դա նկարչությունն է, որովհետև գույնի, ֆորմայի, գծի, ծավալի, պատկերացման, արտահայտաձևի միջոցով մենք կարող ենք տեսնել, թե երեխան ինչպիսի դրսևորում կունենա հետագայում եւ ինչպես կարող է դա անել։ Իմ երեխաներս երկուսն էլ այդ ուրեմն շնորհով օժտված են եւ շատ են սիրում։ Ճիշտ է, ժամանակս մեջ չի, որ ֆիզիկապես շատ տրամադրեմ, սակայն ոնց տեսնում եք իրենց մեջ խոսում է դա։ Ցույց է տալիս, լավ է, որ աշխատում են, հետագայում կմշակենք, երբ որ արդեն մի փոքր ավելի ըմբռնողական ժամանակաշրջան մոտենա, երբ որ երեխուն ասես, որ ես գիծդ անկյան տակ այսպես պետք է տանես, ինքը հասկանա դու որ անկյունն է, անկյունը ինչ է նշանակում։ Դա պետք է երեխան ընդունակ լինի, տարիքային առանձնահատկությունը պետք է հաշվի առնել։ Գույները, հա, ամոբալիկ։ Փոքրիկ Մհերը նկարը ավարտեց մեր ներկայությամբ։ Նրա գույների մեջ շունչ կար, հոգի, նրա ներաշխարհի արտացոլանքը, որը գեղեցիկ ու պատկերավոր մեկնաբանեց հայրը։ Սա եւս մեկ ապացույց նրանց ստեղծագործ կապի մասին։ Իհարկե, շատ կարևոր բան է վառ գույները, ակտիվ, այսպես ասած, որովհետև ներաշխարհը, այսինքն կապույտը, որը գերակշռում է նկարչության մեջ, իր մոտ շատ այսպես ներդաշնակության հույս է, հանգիստ մարդ է։ Դա է կարմիրը, բնականաբար բոլոր նաև երեխաների կողմից սիրված գույն է կարմիրը, որովհետև ձգող է, ակտիվ է եւ այլն, իսկ նարնջա օքրայագույն երանգները ավելի ներդաշնակության հույս են տալիս իր մոտ։ Այսպիսին է, որ գունային խաղը պետք է լավ է, որ ակտիվություն կա, կարմիրը կա այս ստեղծագործության մեջ, որովհետև իր մոտ դրսևորում է նաև, այսպես ասած, ոչ պասիվ լինելու հատկություն, ինչ որտեղ նաև խոսում է, որ նա շատ ակտիվ է եւ այդպես էլ կա։ Սա է, արվեստը շատ կարևոր է, նախ հանրակրթական հաստատության մեջ։ Շատերը, որ արվեստ մենք ասում ենք, հասկանում են միայն նկարչություն։ Ոչ, սա սխալ երևույթ է, որովհետև արվեստը դա մարդկության ծագման օրվանից մինչ այժմ մարդ անհատը ինչ որ արել է, ստեղծել է, արարել է, սա արվեստի ոլորտ է, բոլորը։ Չթվա թե որևիցե գիտություն առանձին է, լինի մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, թվաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն, երգ, պար, գրականություն եւ այլն։ Սրանք բոլորը առանձին արվեստի ճյուղեր են, ուղղություններ են, որտեղ արվեստ բառը ինք իրենից նշանակում է արարման ձև։
Եվ այս ձևերն ու տեսակները շատ կարևոր է, որ արվեստագետը գիտենա, դե բնականաբար ֆիզիկապես հնարավոր չի բոլոր ոլորտները փայլուն տիրապետել, բայց գոնե գաղափար տարական բաներից, գոնե միջին բաներից պետք է մարդ ունենա, որպեսզի երեխուն ձևավորելու ժամանակ սա ճիշտ արտահայտի, օրինակ, ասեմ, տեսնում եք, ես ասենք տառադարանն եմ ձևավորում հայկական այբենարանի եւ այստեղ 8 հոտնուկ եւ ուղտ հասկացությունը 8-80 կա։ Ուղեղի հնարավորությունները, ծալքերը ձևավորվում են կարդալու աչքերի հետազոտման, տպավորական հիշողության, ուրեմն մոտորիկայի զարգացման արդյունքում։ Եթե դու այդ process-ները չունես, այսինքն քո ձեռքը քո աչքի հետ չի շարժվում, ուղեղի հետ նույն ֆունկցիան չի սկսում ձևավորել, քո մոտորիկան չի զարգանա։ Իսկ հեռախոսը այսպիսի հատկություն ունի 15 վայրկյան, սա գիտականորեն ապացուցած երևույթ է, որ 15 վայրկյան մարդը անընդհատ թերթում է եւ չի հասցնում ուղեղը դա մարսել։ Եվ դրա մեխանիկաբար դա այսպես տեսած կլնեք երեխեք, որ լրիվությամբ ընկղմվել են հեռախոսի մեջ ու ակամայից այսպես թերթում են։ Կարծես թե զոմբի են դարձել։ Սա հենց այն տպավորությունն է, որ ուղեղը չի հասնում 15 վայրկյան ընթացքում տեսած նյութը մարսել։ Համակարգիչը 21-րդ դարում կարևոր նշանակություն ունի։ Սակայն չպետք է մոռանալ, որ երեխայի մկանահոդային կառուցվածքը մտավոր ու պատկերավոր աշխարհը զարգացնելու համար այն բնավ դեր չի խաղում։ Սիրելի ծնողներ, ժամանակ գտեք ձեր փոքրիկների հանդեպ ուշադրություն դարձնելու, եւ դուք ապագայում կլինեք ամենաերջանիկ ծնողները։